4 տարի ասում ենք, որ Թուրքիան նախապայմաններ ունի, բայց ասում են չէ, ոչ մի նախապայման չունի։ Եվ հիմա այդ հայտարարության առաջին մասում ասում է չգիտեմ սահմանը ինչի չեն բացում, սկզբից իրանք պահանջեցին, որ Ղարաբաղի հարցը լուծի, հետո Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հարցը դրեցին, մենք բանակցեցինք, 17 կետի շուրջ պայմանավորվեցինք, բայց միևնույնն է, սահմանը չեն բացում։ Այսինքն մի հատ խոստովանում են, որ նախապայմաններով են գնացել։ Նայեք, հետո իրենք ակնարկ են անելու, ասելու են ձեր հերբից Արարատը հանեք, պասպորտներից արդեն հանեցին եւ այսպես շարունակ։ Իրենք մեր Հայաստանի իշխանության թուլության sense փոչից բռնել են եւ անընդհատ ինչ որ բաներ են պարտադրելու։ Չափազանց գերագնահատված է Հայաստանի տնտեսական հնարավոր, այսպես ասենք, ազդեցությունը Թուրքիայի տնտեսության վրա սահմանի բացման պարագայում։ Չկա, այդ ծավալները չկան, որ գերակշռի, այսպես ասենք, ստացած օգուտը կգերակշռի իրենց ավելի շատ ռազմավարական իրենց մոտեցումները, իրենց ապագայի նկատմամբ։ Ապագան դա իրենց ազդեցությունն Ադրբեջանի վրա, ազդեցությունն Ադրբեջանի նաև ճանապարհով կենտրոնական Ասիայի երկրների վրա։ Թուրքիան հետաքրքիր քաղաքականություն է վարում։ Մի կողմից ինքը փորձում է այս թուրքական աշխարհի առաջնորդությունը ստանձնել իր վրա, իր հզորությամբ, իր մասշտաբով ինքը կարող է դա անել իրականում, եւ մյուս կողմից փորձում է իսլամական աշխարհի վրա ազդեցությունը վերահաստատել, դա ավելի շատ դեպի արաբական աշխարհը։ Երկու ուղղությունների վրա մեկը մեկ կոնցեպտի մեջ թուրքական, այսպես առաջնորդության թուրքալեզու ժողովուրդների, մյուսը դեպի արաբական աշխարհ, ավելի շատ իսլամական։ Մենք տեղ չկանք։ Եվ դրա համար բավական ակտիվ են իրենք Լիբիայում, Սիրիայում տեսակ ինչ են անում։ Այս հաշվարկների մեջ մենք sense մի փոքր խոչընդոտ ենք այս ճանապարհի վրա, որը ինչքան թույլ ենքան լավ։ Եթե հնարավորություն կա ընդհանրապես այդ խոչընդոտը հանել, ավելի լավ։ Եվ սա այս ընդհանուր պատկերի մեջ է այս ամենը արվում։ Եվ եթե Հայաստանի իշխանությունը այդ պատկերը չի տեսնում, չի հասկանում, թե քո հարևան երկիրը ինչ կարգի ամբիցիաներ ունի եւ իր քաղաքականության մեծ պատկերը ինչպիսինն է, ոչ այս իշխանությունը իր տեղում չի։ Կամ փորձում է այդ պատկերի մեջ տեղավորվել։ Սենց քիչ խոչընդոտ լինելով, այլ հակառակ Էրդողանի գիրքը թևի տակ պահելով եւ սենց բանով ոնց որ շեֆին ակնածանքով անենց հայացքով էր նայում, սա մի ուրիշ բան էր։ Այդ նկարը մի ինչ որ խարան ալնելու այդ մարդու վրա է, սենց գիրքը թևի տակ։ Դե բայց Ալենը փաստորեն հասկացել է։ Հիմա եթե հասկանալով արդեն դա անում է, ավելի վատ։ Մի դեպքում կարանք ասենք դե լավ հարիվ, հա, կամ սենց ապուշությունից էլ չէ մարդ կարող է անկեղծ չհասկանալով ինչ որ բաներ անի, որ արդյունքում բերի ապուշությունների։ Բայց եթե մարդ հասկանալով անում, սա նույնիսկ ավելի վատ բան կա, ավելի վատ որակում կտա է։ Այսինքն, եթե ամփոփելու լինենք, չսպասել հայ-թուրքական սահմանի բացման։ Սահմանի բացման միշտ ունեցել եմ հետևյալ մոտեցում։ Մենք սահման չենք փակել։ Իսկապես մենք չենք փակել։ Բոլոր բանակցային գործընթացներում եվրոպացիների հետ ասում ենք հետևյալը. սահմանը մենք չենք փակել, մեր կողմից բաց է։ Մեզ մի համոզեք, որովհետև սկզբնական շրջանում երբ ես ընտրվեցի նախագահ Հայաստանում, եվրոպացիների հետ բավական ակտիվ էր մեր հանդիպումները եւ ինձ փորձում էին համոզել, թե սահմանը պետք է բացել։ Ասում ստոպ։ Իսկ ո՞վ է փակել։ Զարմանում էին։ Երբ ասում էինք, որ մենք նախապայման չենք դնում ոչ ցեղասպանության ճանաչման հարցը, ոչինչ որ տարածքային պահանջներ ունենք Թուրքիայի նկատմամբ, մեր կողմից սահմանը բաց է։ Համոզեք մեր թուրք գործընկերներին։ Նույնիսկ երբ որ Թուրքիան այն ժամանակ ակտիվ բանակցում էր Եվրոմիության անդամակցության, տեխնացուերան անդամակցելու, ես նույնիսկ մի քիչ sense զարմանալի էր եվրոպացիների համար, բայց ասում է մենք կողմ ենք որ Թուրքիայի մասնակցի Եվրոմիությանը։ Մենք անմիջական սահման կունենանք Եվրոմիության հետ։ Դրա վրա են շատ զարմանում, sense մի քիչ բան էր, sense այկիդոյի այսպես անկալում կար այդ ընդհանրապես թեմայի մեջ։ Բայց իհարկե
Հետո հետևյալն է ասում, որ եթե Թուրքիան այնքան վերափոխվի, որ կարող է դառնալ Եվրոմիության անդամ, մենք միայն կողջունենք։ Ուրեմն Թուրքիան մեզ համար սպառնալիք այլևս չի լինելու։ Եթե Թուրքիան կիսի եվրոպական արժեքները եւ այդ չափի բարեփոխվի, ինչի պետք է դեմ լինենք։ Եվ շատ արագ այդ ընկալումը գնաց եւ մենք բոլոր մեր հարաբերություններում ովանի հետ Եվրոմիության հետ, Եվրոհազնաժողովի հետ միշտ ընկալում է այսպեսիններ, որ հայկական կողմը շատ ռացիոնալ եւ կոնստրուկտիվ է։ Եվ փորձում էին թուրքական կողմին համոզել։ Մենք երբեք խնդիր չենք ունեցել եւ երբեք որևէ ագրեսիվ դրսեւորում մենք չենք ունեցել։ Ես շահագրգռված եմ եղել մեկ բանի մեջ, չանել որևէ քայլ, որը Թուրքիային եւ Ադրբեջանին ավելի կմոտեցնի իրար։ Եվ դա հաջողվում էր։ Ամենից մեծ սխալներից երևի մեկը նա էր, որ 18-ից 20 թվականը Հայաստանի իշխանությունները ծայրահեղ հայտարարություններ էին անում նաեւ Թուրքիայի դեմ։ Նաեւ Թուրքիայի դեմ։ Սենց միանգամից հեղափոխությունից հետո Հայաստանում իրենց թվաց, թե իրենք սենց համաշխարհային դեմքեր են եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը անպայման Հայաստանի կողքին կանգնած լինելու։ Այդ գերագնահատումը եղավ։ Եվ սա ավելի շատ կոնսոլիդացրեց Ադրբեջանի եւ Թուրքիային։ Ակնարկ եղել է, այ օրինակ Արադ սիմվոլը մի քիչ օգտագործեք, որ ցեղասպանության հարցը մի քիչ տարբեր տեղեր բարձրաձայնեք։ Երբեք ցեղասպանության հարցով եղել է Էրդողանի նամակը ինձ, որ թողեն գիտնականներին ու այդ առաջին մասը շահարկում են մենակ այդ հատվածը։ Թողը գիտնականներին ես ասացի, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ կառուցել եւ հարաբերություններ կառուցելը եւ սահման բացելը դա գիտնականների հարց չի, այլ առաջնորդների եւ կառավարությունների հարցն է։ Դա բաց նամակ էր իր կողմից, բաց պատասխան էր իմ կողմից։ Դրանից հետո արձանագրություններն էին, արդեն ինձանից հետո արձանագրություններն էին, որի ժամանակ եւս ես արտահայտվեցի, որ չեմ տեսնում սրա շարունակությունը։ Եվ այդպես էլ եղավ։ Բայց կռիվը ինչի համար է Արարատի դեմ էս։ Անձնագրերը տեսել եք, չէ՞ նոր։ Արարատը հանել են։ Կարդացել եմ։ Սա ավելի շատ գիտեք ինչ է։ Այս մարդիկ ուզում են ամեն ձևի ցույց տալ, որ իրենք պատրաստ են անել ավել, քան նույնիսկ պահանջվում է իրենցից։ Ես չեմ կարծում, որ Թուրքիայից որը մեկ ասում, ձեր հանձնագրում Արարատի նկարը չի լինի։ Վերջի այդ տեսարանի սեփականատերը մենք ենք։ Դու սկսել ես արդեն պայքարել տեսարանների դեմ։ Ինչ է նշանակում նկարենք այն ֆոնից, որ դեպի ներս։ Դե մի հատ մեծ պատ կառուցենք, կամարդել ենք, տուգանենք, տուգանելում լավ են։ Արարատի վրա նայելու ուղղակի հիմարության գագաթնակետ է ինձ համար անհասկանալի։ Կարեն չդնեին չէ խորվիրապ ընդհանրապես չլիներ խորվիրապ, որ մի հատ էս հարցը չառաջանար, ինչի Արարատը կա, ինչի չկա։ Ուրեմն դիտավորությունն է, չէ։